Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ ձեզ հետ կիսվելու մի հետաքրքիր նորությունով, տեղեկությունով։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, ծիրան ենք հավաքել։ Մենք Դվին գյուղում ենք գտնվում, Դվինի համար այս պահին ծիրան հավաքելը դեռ վաղ է, բայց ինչպես տեսնում եք, մենք հավաքել ենք արդեն լավ հասունացած ծիրաններ կան, սակայն ուզում եմ խոսել մի կարևոր բանի մասին։ Ինչպես է ստացվել, որ մեր ծիրանները հասունացել են, իսկ գյուղում դեռ ծիրանների մեծ մասը հիմա ցույց տամ ինչ վիճակում են գտնվում։ Ահա, մենք մի ծառի վրա ենք փորձարկել, մյուս ծառերի վրա, սրանք շալախ տեսակի ծիրաններն են, ահա, սրանք դեռ հասունացած չեն։ Ինչպես է ստացվել, որ մի ծառը հասունացել է, ինչպես տեսնում եք վերևում, եթե կնկատեք, քաղում են ծիրանները, իսկ մյուս հատվածում դեռ հասունացած չեն։ Ուրեմն ծառերին մենք դիտմամբ բերքը քաղելուց առաջ չենք ջրել, ինչպես անում են բոլորը սկսում են ջրել, մենք չենք ջրել։ Բայց դրա փոխարեն սրսկել ենք ծառերին սովորական պարարտանյութ, կալիում և ֆոսֆորական պարարտանյութ, ջրով բացել ենք և սրսկել ենք ծառերին։ Դրանք, այսպես ասած, լրացուցիչ վիտամիններ են ծառերի համար, որոնք օգնում են բերքը շատ ավելի արագ հասունացնել։ Կարող եք տեսնել։ Սրանք այսօր քաղել ենք, վաղը հավանաբար արդեն շուկա կտանենք, պատրաստում ենք մեծաքանակ բերք շուկա դուրս բերել, ինչպես տեսնում եք։ Եթե դուք էլ ունեք ծիրաններ և ուզում եք շուտ հասունացնել, քանի որ շատ լավ գիտենք, որ ծիրանի գինը ինչպես է տատանվում ամեն օր, մեկ օր շուտ քաղած ծիրանն էլ անգամ բավական գնային տարբերություն է տալիս։ Եթե ձեզ էլ հետաքրքիր է և դուք նույնպես ցանկանում եք ձեր ծիրանները շուտ հասունացնել, ապա կարող եք կալիում ֆոսֆոր ջրով բացել և սրսկել ծառերի, որպեսզի ծառերը շուտ հասունանան։ Ահա, ուրեմն, ով որ սրսկել է, բացատրում է, որ հիմա ես ես փոխանցեմ իր խոսքերը, իր խոսքով 10 լիտրին 15 գրամով միջև կարելի է տալ, դա օգնում է բերքը և լավ հասունանալու և կարմրելու, ինչպես նաև բերքին հաղորդում է լրացուցիչ քաղցրություն։ Եվ ահա ստանում ենք այսպիսի բերք։ Սիրելի հետևորդներ, եթե ձեզ էլ հետաքրքիր է, կարող եք դուք էլ սրսկել, թեկուզ մեկ ծառի վրա այս տարվա համար կարող եք սրսկել տարբերությունը տեսնելու համար։ Ինքը թունաքիմիկատ չի հանդիսանում, որևէ վնասակար ազդեցություն չունի, պարզապես պարարտանյութ է, որն օգնում է պտուղներին ավելի արագ հասունանալու և ավելի քաղցրանալու։ Այսքանը, սիրելի հետևորդներ, բոլորիս բարի բերք հավաք, դե ինչ, այսքանը, կհանդիպենք։